Այս մարդկանց հնարավոր չի խաբել։ Նրանք ունեն ուժեղ ինտուիցիա, տանել չեն կարող մակերեսային մարդկանց, միանգամից դեմքին ասում են այն, ինչ որ մտածում են։ Այս մարդիկ տանել չեն կարողանում սուտը ու երբեք չեն հարմարվում դրա հետ։ Նրանք չեն վստահում մարդկանց։ Այս էներգիան շատ սեքսուալ էներգիա է եւ ինտիմ հարաբերություններում ոչ ոք չի կարող խաբել այս մարդկանց, որովհետև նրանք ունեն շատ ուժեղ, ում հետ են համատեղելի 7, 16 եւ 25 թվերի տակ ծնված մարդիկ։ Այս թիվը համարվում է խորը մտածողության, հոգևոր աշխարհի, հոգևոր մտածողության, հոգևոր որոնման, միայնության, գիտելիքի, ինքնավերլուծության թիվ։ Մարդիկ, ովքեր ծնվել են այս թվերի տակ, ունեն խորամանկ մտածողություն։ Նրանք հետաքրքրված են հոգեբանությամբ, փիլիսոփայությամբ եւ գաղտնի գիտություններով։ Այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր ծնվել են ամեն ամսվա 7-ին, 16-ին եւ 25-ին։ Բարի երեկո։ Այսօր խոսելու եմ 7 էներգիան կրող մարդկանցից։ Մարդիկ, ովքեր ծնվել են այս թվերի տակ, ունեն շատ ուժեղ ինտուիցիա։ Նրանք, ինչպես 4, 13, 22 եւ 31 թվերի տակ ծնված մարդիկ, ժամանակից շուտ զգում են կատարվող իրադարձությունները։ Շատ լավ տեսնում են մարդկանց հոգին։ Բացահայտում են սուտը։ Այս մարդկանց հնարավոր չի խաբել։ Նրանք հոգևոր մարդիկ են։ Նրանք չեն սիրում մակերեսային մարդկանց։ Ավելի լավ է ունենալ մեկ ընկեր, բայց այդ ընկերը լինի այն մարդը, ում հետ կարող են իրենց զգալ ազատ, անվտանգ եւ ամենակարևորը վստահել նրանց։ Այս մարդկանց համար շատ կարևոր է, որ դիմացինը լինի վստահելի։ Բայց այս բոլոր թվերը ունեն իրենց էներգիային համապատասխան առանձնահատկությունները։ Օրինակ 7 թվի տակ ծնված մարդիկ կրում են էներգիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Նրանք ունեն ուժեղ ինտուիցիա, տանել չեն կարող մակերեսային մարդկանց, միանգամից դեմքին ասում են այն, ինչ որ մտածում են։ Եթե դու խաբում ես, նրանք դա չեն պահի իրենց մեջ եւ քեզ կասեն ուղիղ աչքերիդ մեջ նայելով։ Այս մարդիկ տանել չեն կարողանում սուտը ու երբեք չեն հարմարվում դրա հետ։ Այս մարդկանց համար շատ կարևոր է հոգևոր աշխարհը։ Մարդիկ, ովքեր ծնվել են 7 թվի տակ, համեմատաբար շատ ավելի հավասարակշռված են։ Իհարկե, ինչպես 7-երը, այնպես էլ 16 եւ 25 թվի տակ ծնված մարդիկ դժվարությամբ են կողմնորոշվում, որովհետեւ հաճախ են մտածում։ Նրանք մտածողներ են։ Մարդիկ, ովքեր ծնվել են 16 թվի տակ, 16 թվի տակ ծնված մարդիկ համարվում են կարմայական մարդիկ։ Նրանք էգոիստներ են եւ այստեղ կա մեկի առաջնորդությունը եւ 6-ի սերը դեպի հաճույքները։ Մեկը, ով ուզում է լինել առաջնորդ, ղեկավարել, ստեղծել իր գործը, օգնել մարդկանց, 6-ը, ով նախընտրում է վայելել կյանքը, հաճույք ստանալ կյանքից, նոր հետո մտածել աշխատանքի մասին։ Դրա համար այս մարդիկ հաճախ իրենց կյանքի դասերը անցնում են հարաբերությունների ընթացքում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում են 16 թվի տակ ծնված մարդիկ, ել ավելի են ուժեղացնում եւ դարձնում ավելի ամուր ու հստակ։ Դրա համար այս մարդիկ համարվում են կարմայական մարդիկ։ Մարդիկ, ովքեր ծնվել են 25 թվի տակ։ Այս մարդիկի տարբերություն 7 եւ 16 թվի տակ ծնված մարդկանց շատ ավելի հանգիստ են եւ ազատ, որովհետեւ այստեղ կա 2-ի էմոցիաները եւ 5-ի ազատասիրությունը։ Նրանք շատ ավելի հեշտ են կողմնորոշվում, շատ ավելի հեշտ են ընդունում որոշումներ
եւ կարելի է ասել կախվածության մեջ չեն ընկնում ոչ մարդկանցից, ոչ էլ իրավիճակներից, որովհետեւ այստեղ կա 5 թիվը։ Իսկ 5 թիվը խոսում է մարդու անկախության, ազատության եւ փոփոխությունների մասին։ Դրա համար մարդիկ, ովքեր ծնվել են 25 թվի տակ, շատ ավելի հեշտ են կոմունիկացիայի մեջ մտնում այլ մարդկանց հետ։ Մարդիկ, ովքեր կրում են 7-ի էներգիան, 7, 16 եւ 25։ Այս մարդիկ շատ էմոցիոնալ են, բայց առաջին հայացքից դա հնարավոր չի նկատել, որովհետև նրանք չեն վստահում մարդկանց, արտաքին աշխարհին։ Նրանք դժվարությամբ են կարողանում գտնել իրենց մարդուն, ով հոգեհարազատ է հոգուն, ով մոտ է հոգուն, ով կարող է նրանց դուրս հանել իրենց մտքերից եւ տալ այն վստահությունը, որի կարիքը նրանք այդքան ունեն։ Դրա համար առաջին հայացքից, երբ մենք հանդիպում ենք այս էներգիան կրող մարդկանց, մեզ թվում է, որ նրանք չշփվող են։ Իսկ իրականում դա նրանց պաշտպանություն է դիմացինից, որովհետև երբ այս մարդիկ վստահում են դիմացինին, կարողանում են խոսել, կիսվել, նրանք լինում են ամենաէմոցիոնալ, ամենատաք, ամենակրքոտ մարդիկ։ Իդեպ այս էներգիան շատ սեքսուալ էներգիա է եւ ինտիմ հարաբերություններում թե տղամարդիկ եւ թե կանայք կարող են ստանալ գերագույն հաճույք, որովհետեւ այս էներգիան խորը հոգեվոր կապի մասին է եւ նրանք ամբողջ կյանքի ընթացքում փնտրում են մարդկանց, ովքեր ունեն այդ խորը հոգեվոր աշխարհը։ Նրանց համար մարդկանց քանակը կարևոր չէ, նրանց համար կարևոր է մարդկանց որակը։ Հենց այդպես էլ ընտրում են իրենց զուգընկեր եւ ընկերներ, աշխատանքային ընկերներ, մարդիկ, ովքեր գտնվում են իրենց շրջապատում։ Մենք հաճախ կարող ենք տեսնել նման մարդկանց մտքերի մեջ։ Նրանք մտածողներ են եւ հոգեբաների, փիլիսոփաների, այն մարդկանց մեջ, ովքեր ստեղծում են, ովքեր տիրապետում են գիտելիքին, նման մարդկանց մեջ կարող ենք հաճախ տեսնել 7 թիվը։ 7-ը դա մտածողության թիվն է։ Ինչ անել այս մարդկանց, ինչպես դուրս գալ իրենց մտքերից, քանի որ այս թիվը, ինչպես 4, 13, 22 եւ 31 թվերի տակ ծնված մարդիկ, այնպես էլ այս էներգիան կրող մարդիկ համարվում են տիեզերական էակներ։ Նրանք իրենց էներգիան անմիջապես ստանում են տիեզերքից, այն ուժը, որը որ օգնում է այս մարդկանց զարգանալ, առաջ գնալ եւ ստեղծել իրենց կյանքը, երբեմն խանգարում է նրանց դուրս գալ գլխից։ Սա է այս մարդկանց միակ խնդիրը, որովհետև նրանք շատ կասկածամիտ են, չեն վստահում աշխարհին, որովհետև ի տարբերություն մյուսների, նրանք տեսնում են կյանքում ամեն ինչ։ Ոչ ոք չի կարող խաբել այս մարդկանց, որովհետև նրանք ունեն շատ ուժեղ ինտուիցիա։ Ինչպես 6, 15, 24, 5, 14, 23, այնպես էլ 7, 16 եւ 25 թվերի տակ ծնված մարդիկ բնականաբար ունեն իրենց համապատասխան էներգիաները, որտեղ կարող են կազմել ամուր ընտանիք, ընկերություն, հարաբերություններ, ում հետ են համատեղելի 7, 16 եւ 25 թվերի տակ ծնված մարդիկ։ Այս մարդիկ համատեղելի են 2, 11, 20 եւ 29 թվերի տակ ծնված մարդկանց հետ, որովհետեւ այստեղ ստեղծվում է շատ ամուր եւ նուրբ կապ։ Այստեղ կան շատ զգացմունքներ, նրանք երկուսն էլ
զգացմունքային են։ Այս մարդիկ համատեղելի են նաև 4, 13, 22 եւ 31 թվերի տակ ծնված մարդկանց հետ, որովհետեւ նրանց մեջ ստեղծվում է կայունություն, որին էլ ձգտում են 7-երը։ Նրանք համատեղելի են 9, 18 եւ 27 թվերի տակ, քանի որ 9 էներգիան կրող մարդիկ հոգևոր մարդիկ են։ Դրա համար ձգում են մեկը մյուսին։ Շատ հեշտ կարողանում են իրար հասկանալ։ Նրանք դժվար հարաբերություններ են ստեղծում 1, 10, 19 եւ 28 թվերի տակ ծնված մարդկանց հետ։ Ինչու՞։ Որովհետեւ մեկերը առաջնորդներ են եւ չեն լսում ոչ մեկի։ Իսկ 7-երի համար շատ կարեւոր է, որ իրենց լսեն ու հասկանան։ Դրա համար այստեղ կարող են լինել բարդություններ։ Դժվարություններ կլինեն 5, 14 եւ 23 թվի տակ ծնված մարդկանց հետ, որովհետեւ 5-երը ազատասեր են։ Նրանք սիրում են փոփոխություններ, նորություններ եւ չեն մնում իրենց տեղում։ Իսկ դա բնականաբար դուր չի գալիս 7-երին, որովհետեւ 7-երը ուզում են կայունություն։ Նրանց հարաբերությունները շատ դժվար կլինեն 8, 17 եւ 26 թվի տակ ծնված մարդկանց հետ։ Ինչու՞։ Որովհետեւ 8-ը պատասխանում է նյութական աշխարհի համար եւ 8-երի համար շատ կարեւոր է նյութական աշխարհը, փողը, նրանց ամբողջ ուշադրությունը նյութական աշխարհն է, գումար աշխատելը, իսկ 7-երը ձգտում են հոգևորի։ Նրանք ուզում են հոգևոր կայունություն։ Դրա համար այստեղ կարող է լինել դժվարություն հենց այս հարցերում։ Ինչպես արդեն նշեցի, մարդիկ, ովքեր ծնվել են 7, 16 եւ 25 թվերի տակ, այս մարդիկ ունեն ուժեղ ինտուիցիա։ Դրա համար կարող են ժամանակից շուտ զգալ աշխարհում կատարվող իրադարձությունները, իրենց շրջապատում կատարվող իրադարձությունները, բայց նրանցից շատ-շատերը չեն ուզում ընդունել այդ ուժը, որի պատճառով էլ ունենում են հոգեբանական խնդիրներ, որովհետև այդ ուժը նրանց անընդհատ դրդում է գնալ քայլերի, օգտագործել ուժը, որ նրանց տրված է ծնված օրվանից։ Դրա համար այս մարդիկ համարվում են հոգևոր մարդիկ։ Նրանք այդ ուժը բացահայտելու շնորհիվ կարող են օգնել շատ-շատերին, որովհետև այս մարդիկ երազների միջոցով տեսնում են կատարվող իրադարձությունները։ Մարդիկ, ովքեր ծնվել են 7 էներգիայի տակ, պետք է գիտակցեն մի շատ պարզ բան։ Նրանց համար ամենակարևորը աշխատել իրենց հոգևոր աշխարհի վրա, վստահել մարդկանց, չվախենալ սխալվելուց եւ չմնալ սեփական մտքերի մեջ։ Օգտագործեք ձեր ինտուիցիան եւ օգնեք այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, որովհետեւ դուք ավելի շատ եք տեսնում եւ ավելի շատ բան գիտեք, քան այն մարդիկ, ովքեր ձեր հետ շփվում են, ձեր հետ ապրում են։ Հարաբերություններում նման մարդիկ շատ կրքոտ են։ Եթե սիրում են, նվիրվում են, բայց տանել չեն կարողանում արհամարանքը զուգընկերոջ կողմից։ Դրա համար հաճախ փակվում են եւ երկար ժամանակ դուրս չեն գալիս իրենց գլխից։ Դժվար է այս մարդկանց հետ իրականում, որովհետև նրանց համար ամենակարևոր բանը նա է, որ դիմացինը խորը եւ հոգեվոր մարդ է։ Այս սա են ամբողջ կյանքում փնտրում 7, 16 եւ 25 թվերի տակ ծնված մարդիկ։ Դե ինչ սիրելիներս։ Այսօր ես խոսում եի այն մարդկանցից, ովքեր ծնվել են 7 էներգիայի տակ։ Բացահայտեք ձեր էներգիայի հնարավորությունները եւ այդ հարցում ձեզ կօգնի միայն
նումերոլոգիան։ Նումերոլոգիան հոգեբանություն է, հաշվարկ, որի միջոցով մենք կարող ենք տեսնել անգամ այն իրադարձությունները, որոնք մեզ սպասվում են ապագայում, որովհետև հետ նայելով այն քայլերը, որոնք որ մենք կատարել ենք մեր կյանքում, դա կարող է ցույց տալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Ես ձեզ շատ եմ սիրում, ապրեք գիտակցված, եղեք գիտակցված եւ հետևեք մեր հաղորդումներին։ Բաժանորդագրվեք, մեկնաբանություններում գրեք ձեզ հուզող հարցերը։ Սիրում եմ ձեզ, լավ եղեք։